Այսօր շատերն են քննադատում նաև Ղարաբաղի շարժման հետ կապված այդ իմ հայտարարության համար։ Եկեք ենթադրենք շարունակում ենք Ղարաբաղի հարցը։ Իսկ ինչ է լինելու արդյունքում ժողովուրդ։ Ինչ է վերջում ինչ է լինելու։ Եվս 30 տարի, եթե 30 տարին մենք ձգեինք, ես 30 տարի անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, անընդհատ զոհեր եւ վիրավորներ, անընդհատ իրենց խոհանոցի հյուրասենյակ զգուշությամբ գնացող սահմանամերձ գյուղերի եւ դատարկող սահմանամերձ գյուղեր, այսօր մեր սահմանամերձ գյուղեր Տավուշի մարզում, այսօր սահմանամերձ գյուղերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է կամ կառուցման ընթացքի մեջ է 1931 տուն, 1931 տուն, այդ սահմանամերձ գյուղերի 90%-ում 91 թվից այս կողմ մի հատ տուն չի կառուցվել, մի հատ տուն։ Այսօր կառուցվում է դա այն 9 հարգանի սովետի վաղտվա շենքերը, որ կա 9 հարգանի 60 հատ 9 հարգանի շենքի չափով մենք այսօր սահմանամերձ գյուղերում բնակարաններ են կառուցում։ 2 տարի արդեն ավելի քան 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, ավելի քան 2 տարի։ Գիտեք ինչի շնորհիվ։ Այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, դա դժվար էր ասել ժողովուրդ, դա դժվար էր ասել, հա որ ծանր էր ասել, հա որ գիտեի որ հայհոյ ինձ հայհոյելու են, ընտանիքիս հայհոյելու են, իմ ընկերներին հայհոյելու են, ինձ ասելու են դավաճան, ամեն ինչ ասելու են, բայց ես իմ մեջ այդքան ուժ գտել եմ եւ արել եմ դա հանուն մեր նահատակների եւ հանուն մեր երեխեքի։ Որովհետեւ հասկացել եմ, որ եթե այդ քայլը չանենք, եւս 10, եւս 20, եւս 30 տարի Հայաստանը առնակամ են անելու եւ ներսից եւ դրսից, ոնց որ արել են նախորդ 35 տարիներին։ Որևէ մեկը ընդհակառակը, այդ որ պատմում են տարբեր լուծումների մասին, որևէ հիմնականում միջազգային հանրությունում միշտ գտնվել են շատ ազդեցիկ ուժեր, ովքեր ուզեցել են, որ չկարգավորվի, չփակվի Ղարաբաղի հարցը, որովհետև մի մասին դա պետք է եղել Հայաստանին ծնկի բերելու համար, մյուս մասին դա պետք է եղել Ադրբեջանին ծնկի բերելու համար, մյուս մասին դա պետք է եղել ընդհանրապես Հարավային Կովկասը ծնկի բերելու համար,